Ապովյան խոշորացված համայնքի կամարիսի սիրելի բնակիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ժողովուրդ համոզված եմ, բոլորդ հիշում եք, թե 2020 թվականից ինչքան էր մեր ընդդիմությունը ասում, որ ես միջանցք եմ խոստացել, միջանցք եմ տալիս եմ, միջանցք պտի տամ եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք անդադ դա հերքում ենք, տարբեր բոլոր հնարավոր եղանակներով, ասելով, որ մենք ընդհակառակը բացառում ենք միջանցքային որևէ տրամաբանություն, միևնույն ժամանակ ոչ միայն կողմ լինելով, ապա շրջափակման, այլև շահագրգռված լինելով դրանով։ Ինչու եմ այսօր այս թեման նորից բացում, որովհետև միջանցքի թեման այլևս անվերադարձ փակված է, որովհետև երեք Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նախաստորագրեցին թրիփի վերաբերյալ միջպետական համաձայնագրի շրջանակային համաձայնագիրը նախաստորագրեցին, որը առաջիկայում կստորագրվի եւ կվավերացվի, որտեղ հստակ արձանագրված է, որ թրիփ նախագծի բոլոր իրականացման բոլոր հատվածների վրա Հայաստանի Հանրապետությունը պահպանում է ամբողջական լիարժեք ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն։ Եվ հետևաբար միջանցքի թեման առավել փակված է ոչ միայն, այլև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց այլևս չկա թեկուզ տեսականորեն։ Եվ նաև սրան գումարենք 2024 թվականին ստորագրված եւ վավերացված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը եւ պատկերը ամբողջական կլինի։ Բայց ավակ սերնդի ներկայացուցիչները կհիշեն, որ 90-ականների սկզբից, երբ որ մամուլը 90-ականների բացենք, անընդհատ ինչ-որ թեմա է եղել, որը պայմանականորեն անվանել են Գոբլի ծրագիր, չգիտեմ 99 թվականին Մեղրի թեմա եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ նաեւ այս համատեքստում է, որ ես ասում եմ, որ իրականում Ղարաբաղի հարց վաղուց լուծված է եղել եւ Ղարաբաղի ժողովրդին, այդ թվում Ղարաբաղում պատանդ են պահել, այդ թվում Լաչինի միջանցքի թեմայով Մեղրի միջանցք ստանալու համար։ Բայց ես եւ մեր քաղաքական թիմը թույլ չենք տվել դա։ Այդ մարդիկ Մեղրի համար իշխանափոխություն են արել, Մեղրի համար 1999 թվականի հոկտեմբերի 27 են արել։ Մեղրի տարբերակը քննարկվել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում, որը հրապարակված է հիմա, էլ գաղտնիք չկա։ Եվ այդ Մեղրին տվողների բոլոր պլանները մենք խափանել ենք եւ այսօր Մեղրին անվտանգական երբևէ ոչ միայն Մեղրին անվտանգ է, այլև Հայաստանի Հանրապետությունը խաղաղության փակուղուց վերահացվում, ներողություն, պատերազմի փակուղուց վերահացվում խաղաղության խաչմերուկի եւ սրա ամենամեծ արձագանք ամենաճիշտ գնահատանքը սովորաբար շուկան է տալիս։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի մարզում անշարժ գույքի գները շուրջ 30% բարձրացել են։ Երեկվա թղթի ստորագրումից հետո ելի են բարձրանալու, որովհետև մարդիկ հասկացել են, որ Սյունիքի հետ կապված այն հարցերը, որ ոմանք ուզեցել են բերեն մեյդան, մենք դա թույլ չենք տվել եւ անվերադարձ փակել ենք։ Սա շատ մեծ իրադարձություն է, որովհետեւ սրանով նաեւ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը
հաղթարումը շրջապակումը, Հայաստանով գնացքներ են անցնելու, Հայաստանով մեքենաներ են անցնելու, Հայաստանը դառնալու է տրանզիտային երկիր եւ դառնում է։ Եվ հիմա աշխարհը Հայաստանին նայում է այլ կերպ, աշխարհը Հայաստանին նայում է որպես արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհը։ Եվ սա հսկայական մեծ կապիտալ է Հայաստանի Հանրապետության համար, սա մեծ արժեք է եւ անվտանգության մեծ երաշխիք է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ երբ որ այդ ապրանքները արևելքից արևմուտք հոսում են, բոլորը պետք է շահագրգռված լինեն, որ այդ ճանապարհը խաղաղ լինի եւ բաց, որովհետեւ մեծ երկրները այդ ճանապարհով արտահանելու են եւ ներմուծելու են, եւ այդ ճանապարհի փակումը, որը կարա տեղի ունենա միայն պատերազմի եւ էսկալացիայի պատճառով, միլիարդների վնաս է բերելու այդ երկրներին, ներքաղաքական խնդիրներ է բերելու այդ երկրներին, եւ հետեւաբար մենք հասել ենք մի կետի, կարողացել ենք հասնել մի կետի, երբ որ Հայաստանի Հանրապետության կայունությունը, խաղաղությունը ձեռնտու լինի հարևաններին եւ ձեռնտու լինի աշխարհին, եւ սա մեծ իրադարձություն է, որի առիթով ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Վերադառնանք եւ հիշենք, թե ինչ էր ասում ընդդիմությունը 2024 թվականին։ Հունվարին ասում էին մարտին պատերազմ բննելու, մարտին ասում էին հուլիսին պատերազմ բննելու, հուլիսին ասում էին սեպտեմբերին պատերազմ բննելու։ Այդ նույն ընթացքում ես տասնյակ անգամ ասում եմ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Եվ եղավ խաղաղություն, եւ խաղաղությունը է, եւ ներկա է։ Եվ ես այսօր ձեր մոտ եկել եմ խաղաղությամբ, եկել եմ խաղաղությամբ։ Պարոն Փաշյան, քարտեզ կտած մեծ։ Մի քանա տվեք էլի քարտեզը։ Երեխեքը վերջացնեն հեսը։ Միացած էլի տվեք։ Ասա նա այստեղ ուղիղ եթերից կսկրինես։ Ես եմ եղավ։ Այստեղ սենց։ Կարող նավնկալի։ Այս երեխան գումարի շնորհիվ բոլորից ֆինանսավորված մինչև վերջ տարեկան Երևանը մի տարի չի լավ տասնմեկ ես շնորհակալ եմ Նայեք ես ձեր ամեն նկարեց ոչ շնորհակալ Այս կողմով հա տիկին Այս կողմով Ձեր քարտեզ կտած ջայլն էլի։ Ինչ, աշխելի։ Դարձնես։ Կարող ես դուր։ Все, եղավ ապրես
Ես բայց քարտեզ կտակ պահան վարչապետ, չեք սվես։ Հա, երբեք տան։ Բայց էլի կարտը։ Թողեք մի քիչ մի հատ խմեմ հետո էլի։ Բացեք, հայրիկ կարտեզ դուրեք։ Ուրա։ Մի կտոր որտեղ կերա։ Սիմոնյանը միշտ չի ուտում։ Գնական չէ, ստես Ես գյուղի լավաշա, այո, ստեղ են, Ես մի հատ ենք կողմի վրա էլի։ Ովքեր մատաղ են, շատ ճանաչում։
Աշխեն, իսկ ինչ է արդյունք, հա? Ես ասի համարյա ես ալը։ Համարիսում դպրոց մանկապարտեզ։ Սարկվում է, հիմա սարկվում է։ Սարկում էր Աշխեն ես մի շապատա տնական հա, տնական հա, տնական հա։ Կերան։ Նորացինք պերաշկի ուտողներ բան, բայց էսից սեղանիկ Աշխեն։ Լրիվ ելույթը զրոյակում Ես ասիկ պերաշկի ուտողները, պերաշկի ուտող Կնդիմությանը մի հատ մեծ խաղակարգ Բոնի ասեիք Բոնի ասեիք խաշլամա ուտողները Մարիամ, Եոր լսպասի։ Մտիկ քանի է։ Խուզմա ուտողները Հիմա է։ Բարը։ Պարոն Սիմոնյան, Կրիսն է։ Իրոք երեխեքին ենք կերակ։
Մեկը դուք ենքան եք շարժում, զարմանում Այդ վերքում գնալիս կտաս ես իմ կես Այ, չէ Երեսուն մեր աթորները մեր մոտը Անջատ Այսինքն ստեղ մի շքան գարում ենք Ուրիշ բան չեն կանում ժողովություն Ոչ հակում բան նախատեսնի Որ լավ եղեց մի չեք ասում Հավաքը Գյուղերից մեկում Հայրապետյանն ասցին, որ գյուղում ինտերնետ չկար Հիշի ասեմ, որ գյուղներ Սրա առաջի գյուղը Գեղաշենում ինտերնետի խնդիր կար Կապի բապ չէ Կապի խնդիր կար, բան Հայրապետյան, ստեղը Հայրապետյանը, բայց կարող խոսքով ընկնում չասեմ Գեղաշենի ինտերնետով նացում Այսքան Այսօր երեկոյան ժամը ուղիղ 20:00 հանդիպում ենք քաղաքապետարանի հարեկից հրապարակում կարևոր խոսակցություն